Նա լուռ էր ապրում, խեղդված մի տան մեջ, որը կատարյալ էր թվում։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա հայտնաբերեց դաժան ծրագիր բացահայտող հաղորդագրություններ։ Վստահությունը փշրվեց, լարվածությունը վերածվեց անդունդի բանականության ու վախի միջ։ Մինչ որ մի խորհրդավոր անկում ամբողջ ճշմարտությունը կանգնեցրեց կործանման եզրին։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշեք, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Երանի աղմուկը խուլ կերպով ներս էր թափանցում կենտրոնի ընդարձակ բնակարանի պատուհաններից։ Դրսում մեքենաների ազդանշաններ էին, ձայներ, կյանքը բուռն ռիթմով էր բաբախում։ Իսկ ներսում լռությունը խոնավ ծածկոցի պես ծանրացել էր Անահիտի ուսերին։ Նա գրկում էր փոքրիկ Դավիթին, զգալով ընդամենը 3 ամսական երեխայի ծանրությունը կրծքին, մինչդեռ հղիության 6-րդ ամսվա փորը սեղմում էր կողերը։ Տոնածառը դեռ զարդարված էր հյուրասենյակում, նրա լույսերը թարթում էին մեղմ, գրեթե հիպնոսացնող ռիթմով։ Հունվարի սկիզբն էր, տոնածառը պետք է օրեր առաջ հավաքված լիներ, բայց Անահիտը ուժ չուներ նրան հակառակվելու։ Այլս չուներ։ Ամուսնության 4 տարիների ընթացքում նա սովորել էր, որ Արմանին հարցեր տալը նշանակում է բացել մի դուռ, որը տանում է ոչ թե երկխոսության, այլ անվերջ բացատրությունների այն մասին, թե ինչպես ինքը չի հասկանում իրերը, թե որքան զգայուն է դարձել, թե ինչպես նա միայն լավն է ուզում իրենց ընտանիքի համար։ Անահիտը սովորել էր անձայն քայլել բնակարանում, խոհանոցում կաթսաներով աղմուկ չանել, խուսափել երկար հեռախոսազրույցներից, ժպտալ այն լուսանկարներում, որոնք նա տեղադրում էր սոցիալական ցանցերում, ցուցադրելով կատարյալ ընտանիքը։ Սովորել էր գոյատել։ Ժամացույցը ցույց էր տալիս երեկոյան 6-ը, երբ բանալին պտտվեց կողպեքի մեջ։ Անահիտը զգաց, թե ինչպես մարմինն ինքնաբերաբար լարվեց։ Արմանը ներս մտավ անթերի կոստյումով, փողկապը դեռ տեղում, կաշվե պայուսակը ձեռքին։ Նա գեղեցիկ էր, դրանում ոչ ոք չէր կասկածում։ Մուգ մազերը միշտ լավ կտրված, սափրված, ուղիղ կեցվածքով։ 38 տարեկանում հաջողակ գործարար էր, խոշոր ընկերություններ սպասարկող ֆինանսական խորհրդատվական ընկերության բաժնետեր։ Երեկույթներին հասարակական հավաքույթներին ուշադրության կենտրոնում էր, միշտ բարի խոսքով, քաղաքավարի ժեստով, գրավիչ ժպիտով։ Տանը նա այլ էր։ Արման սիրելիս, Դավիթը քիչ առաջ քնեց, կամաց ասաց Անահիտը, փորձելով թույլ չտալ, որ երեխան արթնանա։ Նա գլխով արեց, առանց նայելու կնոջը, պայուսակը դնելով մուտքի պահարանի վրա։ Ընտրել ես։ Դեռ ոչ։ Սպասում էի, որ դու գաս։ Արմանը գնաց դեպի հյուրասենյակ, թուլացրեց փողկապը, նստեց իտալական կաշվե բազմոցին։ Անահիտը ճանաչում էր այդ կեցվածքը։ Դա մի մարդու կեցվածք էր, որը մի բան ուներ ասելու, մի բան, որը իրեն դուր չէր գալու։ Նա զգուշորեն Դավիթին դրեց բազմոցի կողքի շարժական օրորոցի մեջ կանգնեց, սպասելով։ Այսօր զանգ ստացա, սկսեց նա, աչքերը չկտրելով հեռախոսից։ Լիլիթից։ Անահիտը զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ Լիլիթ։ Այն անունը, որը նա տեսել էր ամուսնու հեռախոսում պահպանված որպես անմոռուկ ծաղկի սրահ, մի քողարկում, որն այնքան ակնհայտ էր, որ վիրավորական էր։ Լիլիթ, նրա գործընկերը ընկերությունում, այն էլեգանտ խելացի կինը, որը կորպորատիվ միջոցառումներին միշտ անթերի էր, միշտ Արմանի կողքին, միշտ մի ժպիտով, որը կարծես գիտեր մի բան, որից Անահիտն անտեղյակ էր։ Ահա, պատասխանեց Անահիտը, ձայնը չեզոք պահելով։ Կարևոր բան է եղել։ Արմանը վերջապես աչքերը բարձրացրեց նրա վրա։ Նա պետք է ուշ այստեղով անցնի։ Աշխատանքային հարցեր են։ Կմնա ընթրիքի։ Դա խնդրանք չէր։ Տեղեկատվություն էր։ Անահիտը գլխով արեց, զգալով անզորության ծանոթ զգացումը, որը լեղու պես բարձրանում էր կոկորդով։ Ուրեմն մի բան կպատրաստեմ։ Անհանգստանալու կարիք չկա, ասաց Արմանը, վերադառնալով հեռախոսին։ Ճապոնական ուտելիք կպատվիրեմ։ Գիտես, որ Լիլիթը սիրում է։ Իհարկե, նա գիտեր։ Լիլիթը սիրում էր սաշիմի, սառը սպիտակ գինի, խոսակցություններ ներդրումների կորպորատիվ ռազմավարությունների մասին, որոնք Անահիտին լիովին դուրս էին թողնում խաղից։ Լիլիթը 32 տարեկան էր, տնտեսագիտական կրթություն ուներ, խոսում էր 3 լեզվով, երբեք երեխաներ չէր ունեցել։ Լիլիթն այն ամենն էր, ինչ Անահիտը զգում էր, որ այլս չէր։ Անահիտը 29 տարեկան էր, բայց իրեն տարիքից շատ ավելի ծեր էր զգում։ Մանկավարժական կրթություն ուներ, աշխատել էր մասնավոր դպրոցում մինչ Դավիթով հղիանալը։
Արմանը համոզել էր նրան իր այդ հանգիստ, համոզիչ ձայնով, որ ավելի լավ կլինի տանը մնալ, երեխային խնամել, կենտրոնանալ ընտանիքի վրա։ Ի վերջո, նա բավականաչափ լավ էր վաստակում նրանց պահելու համար։ Ինչու պետք է նա հոգներ։ Անահիտը համաձայնել էր, այն ժամանակ մտածելով, որ դա սեր է, պաշտպանություն։ Միայն հետո հասկացավ, որ դա վերահսկողություն էր։ Բանկային հաշիվը նրա անունով էր։ Մեքենան նրա անունով էր։ Բնակարանը, թե նա հավատում էր, որ երկուսինն է, գրանցված էր միայն Արմանի անունով։ Նույնիսկ Անահիտի կացության կարգավիճակը, որը սիրիահայ էր, նոր էր քաղաքացիություն ստացել, անցել էր մի գործընթացով, որը Արմանն էր համակարգել, ընտրելով փաստաբաններին, ստորագրելով փաստաթղթերը, որոշելով ամեն ինչ։ Անահիտը շատ ուշ հասկացավ, որ ոչինչ չուներ, որն իսկապես իրենը լիներ։ Նույնիսկ իր ազատությունը։ Մինչ նա պատրաստում էր հյուրասենյակը Լիլիթի հնարավոր երկարատ այցի համար, մի բան, որն արդեն մի քանի անգամ պատահել էր մինչ ուշ ձգվող հանդիպումների պատրվակով, Անահիտը ցավ զգաց փորում։ Երեխան ուժգին շարժվեց, կարծես բողոքում էր մոր մարմինը պատած լարվածության դեմ։ Անահիտը ձեռքը դրեց կլորացած փորին, խորը շունչ քաշեց։ Հանգիստ, Սոֆի, շնջաց նա դեռ չծնված դստերը։ Ամեն ինչ լավ կլինի։ Բայց նա դրանում վստահ չէր։ Երեկոյան 8-ին դռան զանգը հնչեց։ Անահիտը բացեց դուռը, հանդիպեց Լիլիթին, անթերի, ինչպես միշտ, հագին մոխրագույն տաբատի բաճկոնի համադրություն, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտը մի ամբողջ տարում հագուստի վրա էր ծախսում։ Լիլիթը ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Անահիտ, ինչ լավ է քեզ տեսնել, ասաց նա, ներս մտնելով առանց հրավերի սպասելու։ Արմանն այստեղ է։ Հյուրասենյակում է, պատասխանեց Անահիտը, փակելով դուռը։ Ընթրիքը սյուրռեալիստական փորձառություն էր։ Արմանն ու Լիլիթը խոսում էին դրամական հոսքերի, ձեռքբերումների, ռազմավարական գործընկերությունների մասին, մինչդեռ Անահիտը լուր ուտում էր, իրեն անտեսանելի զգալով սեփական տանը։ Մի պահ Արմանը ձեռքը դրեց Լիլիթի ձեռքի վրա, մի ժեստ, որը նա վայրկյաններ անց բացատրեց որպես շնորհավորանք կարոր պայմանագիր կնքելու համար։ Անահիտը կուլ տվեց կոկորդի խցանումը, ձացրեց, թե չի տեսնում։ Ընթրիքից հետո Արմանն ասաց, որ պետք է որոշ փաստաթղթեր քննարկեն աշխատասենյակում։ Անահիտը սկսեց հավաքել ափսեները, երբ Լիլիթը նրան ընդհատեց։ Թող ես կօգնեմ, ասաց նա, վեր կենալով։ Կարիք չկա, պատասխանեց Անահիտը, բայց Լիլիթն արդեն ափսեները տանում էր խոհանոց։ Խոհանոցում, Արմանից հեռու, Լիլիթը շրջվեց դեպի Անահիտը մի արտահայտությամբ, որը ոչ թշնամական էր, բայց ոչ էլ բարեկամական։ Նրա աչքերում ինչ-որ հաշվարկված բան կար, կարծես ամեն բառ, որը պատրաստվում էր ասել, մտովի փորձարկված լիներ։ Դու գիտես, որ Արմանը քեզ սիրում է, չէ՞, ասաց նա, ձեռքերը լվանալով լվացարանում միտումնավոր հանգիստ շարժումներով։ Նա լավ մարդ է։ Աշխատասեր։ Ընտանիքը պահող։ Քո բախտը բերել է, գիտես։ Շատ կանայք կերազեին այդպիսի ամուսին ունենալ։ Անահիտը չպատասխանեց, շարունակելով սպասքը դասավորել աման լվացող մեքենայի մեջ թեթակի դողացող ձեռքերով։ Ամեն ափսե, որ դնում էր, կարծես տոննաներ կշռեր։ Նա զգում էր Լիլիթի հայացքն իր վրա, որն ուսումնասիրում էր, չափում ամեն արձագանք։ Լիլիթը մոտեցավ, հենվելով մարմարե սեղանին ուսումնասիրված անփութությամբ։ Ես գիտեմ, որ դու դժվար պահեր ես ապրում։ Հղիությունը, փոքր երեխան, պետք է չափազանց հոգնեցուցիչ լինի։ Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում այս ամենի հետ գործ ունենալ։ Բայց Արմանին աջակցություն է պետք, գիտես։ Նրա ուսերին մեծ պատասխանատվություն կա։ Ընկերությունը էքսպոնենցիալ աճում է, ներդրողները հետում են ամեն քայլի, ամեն որոշման։ Դա մշտական ճնշում է։ Նա չի կարող տանը շեղումներ ունենալ, նրան պետք է ապահով նավահանգիստ, որտեղ կարող է հանգստացնել միտքը։ Անահիտը վերջապես դադարեցրեց իր գործը, ուղիղ նայեց Լիլիթին։ Ինչ տեսակի շեղումներ։ Լիլիթը ժպտաց այնպես, որ Անահիտն իրեն փոքր, աննշան զգաց, ինչպես մի երեխա, որը չի հասկանում մեծերի աշխարհը։ Անհարկի դրամա։ Անհիմն խանդ։ Չափազանց մեծ հուզական պահանջներ։ Իրականության մեջ հիմք չունեցող անվստահություններ։ Հասկանում ես, չէ՞, թե ինչ նկատի ունեմ։ Անահիտը հիանալի հասկացավ։ Հասկացավ, որ այդ խոսակցությունը պատահական չէր, այլ բարեկամական խորհրդի տակ խնամքով քողարկված նախազգուշացում։
Հասկացավ, որ Լիլիթն այստեղ միայն աշխատանքի համար չէր, երբեք էլ չի եղել։ Հասկացավ, որ այն, ինչ կասկածում էր ամիսներ շարունակ, իրական էր, շոշափելի, տեղի էր ունենում հենց իր քթի տակ, իրեն նրբորեն հրահանգում էին լուր ընդունել դա, հաշտվել, ալիքներ չբարձրացնել։ Կարծես Լիլիթը տարածք էր նշում, սահմաններ գծում, հասկացնելով, թե ով է իրականում կարոր Արմանի կյանքում։ Երբ Լիլիթը գնաց, արդեն կեսգիշերն անց էր։ Արմանն ուղիղ գնաց ննջասենյակ, ասելով, որ ուժասպառ է։ Անահիտը մնաց հյուրասենյակում, նայելով դեռ վառվող տոնածառին։ Մտածեց մոր մասին, որը մահացել էր, երբ ինքը ընդամենը 15 տարեկան էր։ Մտածեց հոր մասին, որը մնացել էր Սիրիայում, որի հետ հազիվ էր խոսում Հայաստան տեղափոխվելուց հետո։ Մտածեց, թե որքան մենակ է, իսկապես մենակ մի երկրում, որը դեռ լիովին իրենը չէր զգում, մի ամուսնության մեջ, որը վերածվել էր բանտի։ Հաջորդ օրերին Անահիտը նուրբ փոփոխություններ նկատեց։ Արմանը սկսեց ավելի ուշ գալ։ Աշխատանքային զանգերն ավելի հաճախակի դարձան, նա միշտ դուրս էր գալիս սենյակից դրանց պատասխանելու համար։ Լիլիթը ցանկացած ժամի հաղորդագրություններ էր ուղարկում, Արմանն անմիջապես պատասխանում էր, մի բան, որը չէր անում, երբ Անահիտին ինչ-որ բան էր պետք լինում։ Մի գիշեր, երբ Արմանը քնած էր, Անահիտը վերցրեց նրա հեռախոսը։ Գաղտնաբառը գիտեր, նա երբեք չէր թաքցրել, գուցե որովհետև երբեք չէր պատկերացրել, որ ինքը կհամարձակվի նայել։ Բացեց անմոռուկս ծաղկի սրահ անունով պահպանված կոնտակտը, կարդաց հաղորդագրությունները։ Այն, ինչ տեսավ, ստիպեց, որ իր աշխարհը փլուզվի։ Դրանք միայն աշխատանքային հաղորդագրություններ չէին։ Դրանք սիրո խոստովանություններ էին, ծրագրեր, անձնական խոսակցություններ մի ապագայի մասին, որտեղ Անահիտը տեղ չուներ։ Մի հաղորդագրություն հատկապես ստիպեց նրան դողալ։ Երբ ես վերջապես լուծելու այդ իրավիճակը, այլս չեմ կարողանում ծածնել։ Լիլիթը դա գրել էր 3 օր առաջ։ Եվ Արմանը պատասխանել էր. Ամեն ինչ կազմակերպում եմ։ Պարզապես մի քիչ էլ ժամանակ է պետք։ Նա հղի է անկայուն։ Պետք է դա ճիշտ ծով անեմ։ Անահիտը նստեց լոգարանի հատակին, Արմանի հեռախոսը դեռ ձեռքին, լուր լաց եղավ, բռունցքը գծելով, որ աղմուկ չանի։ Անկայուն։ Նա իրեն անկայուն էր անվանում։ Կարծես ինքն էր խնդիրը։ Կարծես ինքն էր ամեն ինչի պատճառը։ Հաջորդ առավոտ Արմանն իրեն պահում էր այնպես, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Դուրս գալուց առաջ համբուրեց Անահիտի այտը, ասաց, որ ուշ կվերադառնա, որ ամբողջ օրը հանդիպումներ ունի։ Անահիտն օրն անցկացրեց Դավիթին խնամելով, տակտիրները փոխելով, կերակրելով, տնային գործեր անելով, ամեն ինչ ավտոմատ կերպով։ Միտքը հեռու էր, փորձում էր մարսել այն, ինչ բացահայտել էր, փորձում էր որոշել, թե ինչ անել։ Նա գնալու տեղ չուներ։ Սեփական գումար չուներ։ Մոտիկ հարազատներ չուներ։ Ընկերները, որոնց ուներ, հիմնականում Արմանի սոցիալական շրջապատից էին, մարդիկ, որոնք հավատում էին նրա ստեղծած կատարյալ կերպարին։ Ով կհավատար իրեն։ Մի հղի, հուզականորեն խախտված կնոջ, որը մեղադրում է իր հաջողակ ամուսնուն դավաճանության մեջ։ Երեկոյան, երբ Արմանը եկավ, Անահիտը որոշում էր կայացրել։ Նա պատրաստվում էր առերեսվել նրա հետ։ Պետք է լսեր նրա բերանից, պետք է նա իմանար, որ ինքը գիտի։ Արման, մենք պետք է խոսենք, ասաց նա, հենց որ ամուսինը ներս մտավ։ Նա հոգոց հանեց, կարծես դա անհանգստություն լիներ։ Ինչի՞։ Մասին, Անահիտ։ Քո Լիլիթի մասին։ Հաջորդած լռությունը խիտ էր, ծանր։ Արմանը դանդաղ հանեց բաճկոնը, կախեց կախիչից միայն հետո նայեց նրան։ Չգիտեմ, ինչի մասին ես խոսում։ Ես տեսել եմ հաղորդագրությունները։ Արմանի արտահայտությունը փոխվեց։ Նա չբարկացավ, ինչպես Անահիտն էր սպասում։ Նա հիասթափվեց, ինչպես մի հայր, որը բացահայտում է, որ իր երեխան սխալ բան է արել։ Դու քրքրել ես հեռախոսս, հարցրեց նա, տոնը դավաճանվածի տոն էր, ոչ թե դավաճանողի։ Ես պետք է իմանայի ճշմարտությունը։ Արմանը դանդաղ քայլեց դեպի նա, Անահիտն բնազդաբար մի քայլ հետ գնաց։ Ճշմարտությունն այն է, Անահիտ, որ դու պարանոիկ ես դարձել։ Հղիությունը խառնել է գլուխդ։ Լիլիթն իմ գործընկերն է, իմ կոլեգան։ Այդ հաղորդագրությունները, որ դու տեսել ես, համատեքստից դուրս են։ Համատեքստից դուրս, Անահիտը զգաց, որ ձայնը բարձրանում է, ինչը հազվադեպ էր նրա համար։
Նա խոսում էր իրավիճակը լուծելու մասին, այն մասին, որ դու ամեն ինչ կազմակերպում ես։ Դու պատասխանել ես, որ ես անկայուն եմ։ Արմանը նորից հոգոց հանեց, ձեռքերը դնելով կոնքերին։ Ես խոսում էի ընկերության իրավիճակի մասին, Անահիտ։ Մենք մի դժվար ներդրող ունենք, որը խնդիրներ է ստեղծում։ Եվ այո, դու անկայուն ես։ Նայիր քեզ հիմա, գոռում ես, մեղադրում։ Կարծում ես, դա նորմալ է։ Անահիտը զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Այսպես չպետք է լիներ։ Նա պատկերացրել էր, որ սկզբում ամուսինը կհերքի, բայց հետո կխոստովանի, ներողություն կխնդրի, գուցե նույնիսկ կասի, որ կփոխվի։ Բայց նա ամեն ինչ շրջում էր իր դեմ, ստիպելով կասկածել սեփական բանականությանը։ Ես խենթ չեմ, շշնջաց նա։ Ոչ ոք չի ասել, որ դու խենթ ես, սիրելիս, ասաց Արմանը, մեղմացնելով տոնը, մոտենալով նրան։ Դու հղի ես, հոգնած, հորմոնալ։ Դա նորմալ է։ Բայց դու պետք է վստահես ինձ։ Ես հոգ եմ տանում քո, Դավիթի, մեր ընտանիքի մասին։ Կարծում ես, ես այս ամենը վտանգի կենթարկեի։ Անահիտն ուզում էր հավատալ։ Նրա մի մասը, այն մասը, որը ուժասպառ էր, որը պայքարելու ուժ չուներ, ուզում էր հավատալ, որ գուցե իսկապես չափազանցնում է, սխալ է մեկնաբանում իրերը։ Բայց կար մեկ այլ մաս, ավելի փոքր, բայց համառ, որը գիտեր, որ ինչ-որ բան խորապես սխալ է։ Այդ գիշեր Անահիտը չկարողացավ քնել։ Պառկած էր Արմանի կողքին, լսելով նրա հանգիստ շնչառությունը, մտածելով, թե ինչպես է նա կարողանում այդքան լավ քնել, մինչդեռ ինքը խեղդվում է կասկածների ու վախի մեջ։ Լուսադեմին նա որոշում կայացրեց։ Պատրաստվում էր զանգահարել միակ համարին, որը գաղտնի պահել էր, մի համար, որը գրի էր առել ամիսներ առաջ, երբ առաջին անգամ կասկածել էր, որ ինչ-որ բան այն չէ։ Դա բժիշկ Գորգյանի, Արմանի հոր համարն էր, 72 տարեկան, թոշակի անցած բժիշկ, քչախոս, բայց շատ դիտունակ մարդ։ Նա չգիտեր, արդյոք նա կհավատա իրեն, բայց պետք է փորձեր։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն կավարտվի։ Անահիտը սպասեց մինչ հաջորդ առավոտվա կեսը, երբ Արմանը գնաց հերթական հանդիպմանը, որպեսզի զանգահարի։ Ձեռքերը դողում էին, երբ հավաքում էր բժիշկ Գորգյանի համարը։ Հեռախոսը 3 անգամ զանգեց, մինչ որ խորը դանդաղ ձայնը պատասխանեց։ Ալո։ Բժիշկ Գորգյան, Անահիտն է։ Արմանի կինը։ Գծի մյուս կողմում կարճ դադար եղավ։ Անահիտ, ինչ անակնկալ։ Ամեն ինչ կարգին է։ Նա չգիտեր, որտեղից սկսել։ Չգիտեր, արդյոք պետք է սկսել։ Բայց բառերը դուրս թռան, իրարանցումով, լի մի հրատապությամբ, որն այլս չէր կարողանում զսպել։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Արմանի իմ մասին է։ Մեր մասին։ Բաների մասին, որոնք տեղի են ունենում։ Բժիշկ Գորգյանը մի քանի վայրկյան լուռ մնաց, որոնք հավերժություն թվացին։ Դու հիմա տանն ես։ Այո։ Ես կգամ։ Արմանին դեռ ոչինչ մի ասա։ Մի ժամից այնտեղ կլինեմ։ Անահիտն անջատեց հեռախոսը, սիրտը բաբախելով։ Առաջին քայլն արել էր։ Օգնություն էր խնդրել։ Հիմա մնում էր սպասել հուսալ, որ բժիշկ Գորգյանը կկարողանա ինչ-որ կերպ օգնել իրեն տեսնելու մի ճանապարհ, որը ինքը միայնակ չէր կարողանում տեսնել։ Սպասելու ընթացքում Անահիտը լողացրեց Դավիթին, փոխեց նրա հագուստը, շիշ պատրաստեց։ Մայրության ավտոմատ շարժումները նրան պահ առ պահ հանգստացնում էին, բայց անհանգստությունը դեռ այնտեղ էր, բաբախում էր մակերեսի տակ։ Մտածում էր այն ամենի մասին, ինչ կասեր սկեսրայրին, թե ինչպես կբացատրեր, առանց անհավասարակշիռ կնոջ տպավորություն թողնելու, առանց թվալու, թե խանդից կամ անվստահությունից բաներ է հորինում։ Դրան զանգը հնչեց զանգից ուղիղ 58 րոպե անց։ Անահիտը բացեց դուռը, հանդիպեց բժիշկ Գորգյանին, բարձրահասակ, ճերմակած, լավ սանրված մազերով, բարակ շրջանակով, ակնոցներով լուրջ, բայց ոչ վախեցնող արտահայտությամբ։ Նա հագել էր տաբատ վերնաշապիկ, ոչ շատ պաշտոնական, բայց նրա կեցվածքը բնական հեղինակություն էր հաղորդում, մի մարդու հեղինակություն, որն ամբողջ կյանքում հոգ է տարել մարդկանց մասին, ախտորոշել խնդիրներ, փնտրել լուծումներ։ Անահիտ, ասաց նա, ներս մտնելով շուրջը նայելով բնակարանին, կարծես ինչ-որ կոնկրետ բան էր փնտրում։ Որտեղ է Դավիթը։ Ննջասենյակում քնած է։ Առավոտյան քունն է։ Նա գլխով արեց գնաց դեպի հյուրասենյակ, նստելով բազմոցի կողքի բազկաթոռին։
Անահիտը նստեց նրա դիմաց, ձեռքերը խաչած փորի վրա, փորձելով կարգի բերել մտքերը։ Կարող ես խոսել, պարզ ասաց նա։ Լսում եմ։ Եվ Անահիտը խոսեց։ Պատմեց վերջին ամիսների մասին, թե ինչպես էր Արմանը նրբորեն փոխվել, Լիլիթի մասին, հեռախոսի հաղորդագրությունների խոհանոցում տեղի ունեցած խոսակցության, նախորդ գիշերվա առճակատման այն մասին, թե ինչպես էր Արմանն ամեն ինչ շրջել իր դեմ, ստիպելով կասկածել սեփական ընկալմանը։ Խոսեց ֆինանսական վերահսկողության, հաշիվներին հասանելիություն չունենալու, այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ նրա անունով, թե ինչպես էր իրեն թակարդում զգում, առանց տարբերակների, առանց ելքի։ Բժիշկ Գորգյանը լուր լսում էր, մատները միահյուսած, արտահայտությունը չեզոք, բայց ուշադիր։ Երբ Անահիտն ավարտեց, ուժասպառ խոստովանությունից, նա խորը շունչ քաշեց խոսելուց առաջ։ Անահիտ, ես քեզ հետ անկեղծ կլինեմ։ Իմ որդին միշտ շատ կենտրոնացած է եղել վերահսկողության վրա։ Ման Գուլց։ Սիրում էր իրերը իր ձով դասավորել, համոզվել, որ ամեն ինչ իր հրամանատարության տակ է։ Կարծում էի, դա պարզապես ուժեղ բնավորության գիծ է, վճռականություն։ Բայց երբեմն ինձ հարց եմ տալիս, արդյոք չեմ դաստիարակել մի մարդու, որը պետք է վերահսկի իր շուրջը ամեն ինչ, իրեն ապահով զգալու համար։ Անահիտը զգաց, որ արցունքներ են գոյանում։ Դուք ինձ հավատում եք։ Բժիշկ Գորգյանն ուղիղ նայեց նրան։ Ես հավատում եմ, որ դու տառապում ես։ Եվ դա արդեն իսկ բավարար պատճառ է գործելու համար։ Ինչ է քեզ պետք ինձանից։ Նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, բնակարանի դուռը կտրուկ բացվեց։ Արմանը ներս մտավ կարմրած դեմքով, աչքերը հառած հորը։ Դու ինչ ես անում այստեղ, հարցրեց նա, Անահիտը հասկացավ, որ նա ոչ միայն զարմացած է, այլ կատաղած։ Բժիշկ Գորգյանը հանգիստ վեր կացավ։ Այցելում եմ Հարսիս թոռնիկիս։ Խնդիր կա։ Դու երբեք այստեղ առանց զգուշացնելու չես գալիս։ Գուցե պետք է ավելի հաճախ գամ, ուրեմն, պատասխանեց հայրը, ձայնը հանգիստ, բայց ամուր պահելով։ Սենյակում լարվածությունը շոշափելի էր։ Արմանը նայեց Անահիտից հորը, Անահիտը նրա աչքերում տեսավ, որ նա գիտի, կասկածում էր, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Եվ դա նրան դուր չեկավ։ Անահիտ, գնա հանգստացիր։ Դու հոգնած ես, ասաց Արմանը, բայց դա առաջարկ չէր, այլ քողարկված հրաման։ Ես պետք է հորս հետ խոսեմ։ Անահիտը վեր կացավ, զգալով, որ ոտքերը դողում են։ Նայեց բժիշկ Գորգյանին, որը թեթակի գլխով արեց, կարծես ասելով, որ ամեն ինչ կարգին է, որ նա կարող է գնալ։ Անահիտը բարձրացավ աստիճաններով դեպի ննջասենյակ, բայց մնաց վերում, թաքնված, լսելով ներքում ծավալվող խոսակցությունը։ Նա քեզ ինչ պատմեց, հարցրեց Արմանը, ձայնը ցածր, բայց լարված։ Դու ինչ ես կարծում, թե նա պատմեց։ Նա հղի է, հայր։ Հորմոնալ։ Խնդիրներ է ստեղծում այնտեղ, որտեղ չկան։ Խանդում է Լիլիթին, որն իմ գործընկերն է, միայն դա։ Դավաճանություն է տեսնում այնտեղ, որտեղ միայն աշխատանք կա։ Արման, ես հիմար չեմ։ Ես տեսել եմ, թե դու ինչպես ես նայում այդ կնոջը։ Տեսել եմ, թե նա ինչպես է նայում քեզ։ Եվ տեսել եմ վախն Անահիտի աչքերում։ Նա ինձանից վախենալու պատճառ չունի։ Ես հոգ եմ տանում նրա մասին, պահում եմ այս ընտանիքը, տալիս եմ այն ամենը, ինչ նրան պետք է։ Բացի հարգանքից, բացի ազատությունից, բացի ձայնից։ Ծանր լռություն տիրեց։ Անահիտը շունչը պահեց։ Դու չես հասկանում, հայր։ Դու չգիտես, թե որքան դժվար է։ Ես ամբողջ օրն աշխատում եմ, ամեն ինչ զրոյից եմ կառուցել, երբ տուն եմ գալիս, խաղաղություն գտնելու փոխարեն, գտնում եմ մեղադրանքներ, անվստահություն, դրամա։ Գուցե որովհետև անվստահության պատճառ կա։ Խոսակցությունն ընդհատվեց Դավիթի լացով։ Անահիտն արագ իջավ, անտեսելով երկու տղամարդկանց հյուրասենյակում, գնաց դեպի երեխայի սենյակ։ Երբ վերադարձավ Դավիթին գրկած, բժիշկ Գորգյանը դուրս էր գալիս։ Ես հիմա գնում եմ։ Անահիտ, բայց կվերադառնամ։ Եվ ուշադիր կլինեմ։ Նա նայեց Արմանին։ Երկուսիդ նկատմամբ։ Հոր գնալուց հետո Արմանը շրջվեց դեպի Անահիտը մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Դա հենց բարկություն չէր։ Ինչ-որ ավելի սառը, ավելի հաշվարկված բան էր։ Դու իմ թիկունքում գնացել ես հորս հետ խոսելու։ Ես օգնության կարիք ունեի։ Օգնության։
Դու օգնությունն ես ուզում։ Ուրեմն եկ պրոֆեսիոնալ օգնություն փնտրենք։ Ես հոգեբույժի հետ հանդիպում կկազմակերպեմ։ Կարծում եմ, դու դրա կարիքն ունես։ Անահիտը զգաց, որ գետինը փախչում է ոտքերի տակից։ Ես հոգեբույժի կարիք չունեմ։ Ունես։ Բաներ ես տեսնում, պատմություններ հորինում, ստիպում ես հորս գալ այստեղ ինձ հարցաքննելու։ Դա նորմալ չէ, Անահիտ։ Եվ դու պետք է դա ընդունես, մինչ որ ավելի վատանա։ Այդ գիշեր բնակարանում լարվածությունը գրեթե անտանելի էր։ Արմանը ընթրիքի ընթացքում հազիվ խոսեց նրա հետ։ Հետո փակվեց աշխատասենյակում, զանգեր անելով, համակարգչով ինչ-որ բան հավաքելով։ Անահիտը կարող էր լսել նրա ձայնը, խլացված դռան հետից, բայց չէր կարողանում հասկանալ բառերը։ Միայն գիտեր, որ իրենք քննարկում են, իր մասին ծրագրեր կազմում, գուցե նույնիսկ դուրս են գրում։ Գրեթե կեսգիշեր էր, երբ Անահիտն իջավ ջուր խմելու։ Մեջքը ցավում էր հղիությունից, ոտքերն ուռած էին, նա օրեր շարունակ հազիվ էր քնում։ Դանդաղ իջնում էր աստիճաններով, բռնած բազրիքից, երբ հյուրասենյակից ձայներ լսեց։ Արմանը հեռախոսով էր խոսում։ Այո, նա անտանելի է դառնում։ Ոչ, այսպես չենք կարող շարունակել։ Պետք է սա շուտ լուծեմ։ Երեխան 3 ամսից կծնվի, դրանից հետո կարող եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Անահիտը կանգ առավ աստիճանների մեջտեղում, սառած։ Անհրաժեշտ միջոցներ։ Ինչ էր դա նշանակում։ Նա շարունակեց իջնել, փորձելով հնարավորինս քիչ աղմուկ անել, բայց ձախ ոտքը հյուրասենյակի հատակին մի բանի դիպավ, մի բանի, որը չպետք է այնտեղ լիներ։ Դա Արմանի պայուսակն էր, թողնված ճանապարհի մեջտեղում։ Անահիտը փորձեց շրջանցել, բայց հավասարակշռությունն արդեն խախտված էր մեծ փորի ծայրահեղ հոգնածության պատճառով։ Զգաց, թե ինչպես մարմինը թեքվեց առաջ, փորձեց օդից բռնվել, բայց բռնվելու ոչինչ չկար։ Անկումը կարծես դանդաղեցված կադրերով տեղի ունեցավ։ Լսեց սեփական կոկորդի խուլ ճիչը, զգաց հարվածը նախ ծնկին, հետո կոնքին, վերջապես ձեռքերին, որոնք փորձեցին պաշտպանել փորը։ Ցավն անմիջական էր, սուր, ճառագում էր գոտկատեղից։ Եվ հետո, դատարկություն։ Երբ արթնացավ, շրջապատված էր սպիտակ լույսով, որը չափազանց պայծառ էր նրա զգայուն աչքերի համար։ Մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե որտեղ է, որպեսզի ուղեղը մշակի շրջապատի զգայական տեղեկատվությունը։ Հիվանդանոց։ Նա հիվանդանոցում էր։ Ախտահանիչի անսխալ հոտը լցնում էր քթանցքները, սրտի մոնիտորների ռիթմիկ մեխանիկական ձայնը, սենյակից դուրս խուլ ձայները, միջանցքում շտապող քայլերը։ Փորձեց շարժվել, բայց ամբողջ մարմինը ցավով բողոքեց։ Ամեն մկան, ամեն հոտ կարծես ջախջախված լիներ։ Ձախ թին ներերակային կաթետեր կար, նա զգաց ասեղի քաշքշոցը, երբ փորձեց դիրքը փոխել։ Անահիտ, ասաց մի կնոջ ձայն, մեղմ, բայց վստահ։ Անահիտ, արթնանում ես։ Ինձ լսում ես։ Նա մի քանի անգամ թարթեց, փորձելով հայացքը կենտրոնացնել մահճակալի կողքի կնոջ վրա։ Բժշկուհի էր, սպիտակ խալաթով, ստետոսկոպը կախված վզից, շագանակագույն մազերը կոկիկ հավաքած։ Ես բժշկուհի Փափազյանն եմ, շարունակեց կինը, ստուգելով մահճակալի կողքի մոնիտորը։ Դուք Նաիրի բժշկական կենտրոնում եք։ Տանը վայր եք ընկել մոտ 6 ժամ առաջ։ Առավոտյան ժամը 3-ին են ձեզ այստեղ բերել։ Հիմա առավոտյան 9 է։ Հիշողությունը վերադարձավ անկանոն բեկորներով, կարծես ապակու փշուրներ միանային, ամբողջական պատկեր կազմելու համար։ Աստիճանները։ Արմանի ձայնը հեռախոսով։ Անհրաժեշտ միջոցներ։ Պայուսակը հատակին։ Հավասարակշռությունը վերականգնելու հուսահատ փորձը։ Անկումը։ Հարվածը։ Կտրող ցավը։ Ճիչը, որն ավարտելու ուժ չուներ։ Անահիտը բնազդաբար ձեռքը տարավ փորին, որն այժմ ծածկված էր բարակ հիվանդանոցային սավանով։ Երեխան, շնջաց նա, ձայնը խռպոտ ու հուսահատ։ Երեխաս։ Խնդրում եմ, ասացեք, որ նա լավ է։ Բժշկուհի Փափազյանը ձեռքը դրեց Անահիտի ուսին, մխիթարական ժեստով։ Նա լավ է։ Սոֆին լավ է։ Կարող եք հանգիստ շնչել։ Մենք բոլոր անհրաժեշտ հետազոտություններն արել ենք, հենց որ դուք եկաք։ Ամբողջական ուլտրաձայնային հետազոտություն, պտղի շարունակական մոնիտորինգ այս բոլոր ժամերի ընթացքում։ Նրա սրտի բաբախյունը լիովին նորմալ է, ուժեղ կանոնավոր։
Պտղի տառապանքի նշաններ չկան, ընկերքի շերտազատում չկա, առայժմ հայտնաբերելի բարդություններ չկան։ Ամնիոտիկ պարկն ամբողջական է։ Ձեր բախտը շատ է բերել, Անահիտ։ Իսկապես շատ։ Այն ձը, որով ընկել եք, վերջին վայրկյանին ձեռքերով պաշտպանելով փորը, հավանաբար փրկել է ձեզ երկուսիդ։ Թեթացման արցունքները սկսեցին հոսել։ Իսկ Դավիթը… Որդիս… ամուսնուդ հետ է։ Նա այստեղ է հիվանդանոցում, միջանցքում։ Ուզում ես, կանչեմ։ Անահիտը պատրաստվում էր ասել այո, բայց հետո հիշեց։ Հիշեց լսած խոսակցությունը։ Հիշեց ճանապարհի մեջտեղի պայուսակը։ Հիշեց ամեն ինչ։ Ոչ։ Դեռ ոչ։ Բժշկուհի Փափազյանը կարծես ինչ-որ բան նկատեց Անահիտի տատանումի մեջ։ Ամեն ինչ կարգին է։ Կա… մի բան, որ ուզում եք ինձ պատմել։ Անահիտը նայեց բժշկուհուն, մոտ 40 տարեկան մի կնոջ, մազերը հավաքած, արտահայտությունը պրոֆեսիոնալ, բայց ոչ սառը։ Ուզում էր պատմել։ Ուզում էր գոռալ։ Ուզում էր ասել, որ այդ անկումը պատահականություն չէր, որ դա անփութության, անտարբերության, մի ամբողջ կյանք ստվերում մնալու արդյունք էր։ Բայց բառերը դուրս չէին գալիս։ Ուղղակի հոգնած եմ, ստեց նա։ Սոցիալական աշխատողին կուղարկեմ ձեզ հետ խոսելու։ Դա ստանդարտ ընթացակարգ է հղիության ընթացքում տնային անկումների դեպքում։ Բժշկուհու գնալուց հետո Անահիտը մնաց մենակ իր մտքերի հետ։ Մտածում էր, թե ինչպես է հասել այստեղ։ Մտածում էր իր կատարած ընտրությունների, անտեսած նշանների, այն անգամների մասին, երբ ընդունել էր անիմաստ բացատրություններ, որովհետև դա ավելի հեշտ էր, քան ճշմարտությանը դեմ առ դեմ կանգնելը։ Մտածում էր Դավիթի մասին, թե ինչպես պաշտպանել նրան։ Մտածում էր Սոֆիի մասին, որը դեռ չէր ծնվել, թե ինչպիսի կյանք նա կունենար, եթե Անահիտը շարունակեր լուռ ընդունել այդ ամենը։ Կես ժամ անց մի կին ներս մտավ սենյակ չափված քայլերով մի ներկայությամբ, որը հաղորդում էր պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք։ Ներկայացավ որպես Գայանե հիվանդանոցի սոցիալական աշխատող, մասնագիտացած ընտանեկան բռնության խոցելի իրավիճակների դեպքերում։ Նա մոտ 50 տարեկան էր, կարճ, կարմրավուն ներկված մազերով, ընթերցանության ակնոցները կախված վզի շղթայից մի արտահայտությամբ, որը ցույց էր տալիս, որ կյանքում շատ բան է տեսել, բայց դեռ չի կորցրել հոգ տանելու ունակությունը։ Նա նստեց մահճակալի կողքին, թղթապանակով, գրիչով չեզոք, բայց խորապես ուշադիր արտահայտությամբ։ Անահիտ, ես պետք է մի քանի սովորական հարց տամ, սկսեց նա, ձայնը հանգիստ առանց դատապարտման։ Սրանք հարցեր են, որոնք մենք տալիս ենք բոլոր այն հիվանդներին, ովքեր այստեղ են ընդունվում հղիության ընթացքում տնային անկումներից։ Հետո… Սա հիվանդանոցի կանոնակարգն է, ոչ մի անձնական բան։ Կարող եք ձեր բառերով պատմել, թե ինչպես է տեղի ունեցել անկումը։ Անահիտը խորը շունչ քաշեց, զգալով ցավը կողերում, երբ թոքերն ընդարձակվեցին։ Կարող է շարունակել ստել, պաշտպանել Արմանին, պահպանել այն կատարյալ դիմակը, որը կառուցել էր տարիների ընթացքում։ Կամ կարող էր սկսել խոսել, սկսել օգտագործել այն ձայնը, որը պահել, խեղդել, թաղել էր այդքան երկար։ Որոշեց փորձել։ Ես աստիճաններով իջնում էի ջուր խմելու։ Ուշ էր, գրեթե կեսգիշեր։ Շատ էի ծարավ, չէի կարողանում քնել։ Երբ հասա հյուրասենյակ, ճանապարհի մեջտեղում մի պայուսակ կար։ Շագանակագույն կաշվե, մեծ պայուսակ, ամուսնուսը։ Նա սովորություն ունի իրերն այս ու այն կողմ թողնելու։ Ես չտեսա պայուսակը, որովհետև լույսն անջատված էր, ես քնած էի, հոգնած։ Սայթաքեցի դրա վրա։ Փորձեցի բռնվել, բայց չկարողացա։ Ընկա։ Դուք մենակ էիք անկման պահին։ Անահիտը տատանվեց։ Տեխնիկապես, նա մենակ չէր։ Արմանը տանն էր։ Բայց նա այնքան հեռու էր, այնքան բացակա, որ կարծես աշխարհում լիովին մենակ լիներ։ Ամուսինս տանն էր, բայց իր աշխատասենյակում։ Նա շատ է աշխատում, մինչ ուշ մնում է զանգեր անելով, ընկերության խնդիրները լուծելով։ Նա ձեզ անմիջապես օգնեց, երբ ընկաք։ Անահիտը դժվարությամբ մտածեց, փորձելով վերականգնել հարվածից հետո եղած պահերը։ Հիշողությունը մասնատված էր, մշուշոտ։ Հիշում էր սուր ցավը։ Հիշում էր, որ ճչացել է, կամ փորձել է ճչալ, բայց ձայնը խուլ ու թույլ է դուրս եկել։ Հիշում էր արագ քայլեր լսելը։ Հիշում էր, որ իրեն գետնից բարձրացրել են, բայց ոչ զգուշությամբ, ավելի շուտ, կարծես մի իր լիներ, որը պետք է արագ հեռացվեր այնտեղից։
Հիշում էր, որ իրեն դրել են մեքենայի հետի նստատեղին, դեպի հիվանդանոց սլանալը, քաղաքի լույսերը, որոնք լղոզված անցնում էին պատուհանից։ Բայց ճշգրիտ մանրամասները, ասված բառերը, դեմքի արտահայտությունները, այս ամենը մշուշոտ էր։ Ես լավ չեմ հիշում մանրամասները։ Շոկի մեջ էի, կարծում եմ։ Գիտեմ, որ նա ինձ այստեղ բերեց։ Գայանեն ինչ-որ բան գրեց թղթապանակում, նրա աչքերը թեթակի կկոցվեցին, կարծես մշակում էր ոչ միայն բառերը, այլ այն ամենը, ինչ չէր ասվում դրանց մեջ։ Նա մի պահ գրիչը մի կողմ դրեց, թեթակի առաջ թեքվեց։ Անահիտ, ես հիմա ավելի անձնական հարց կտամ, ուզում եմ, որ իմանաք, որ կարող եք լիակատար անկեղծությամբ պատասխանել։ Այն, ինչ դուք այստեղ կասեք, ձեր դեմ չի օգտագործվի։ Մենք այստեղ ենք ձեզ օգնելու, ձեր երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Ուստի ասացեք ինձ անկեղծ, դուք ձեզ տանը ապահով եք զգում։ Դա պարզ, ուղիղ հարց էր, բայց լի հսկայական ծանրությամբ։ 4 բառ, որոնք բացում էին դուռը դեպի մի ճշմարտություն, որից Անահիտը խուսափում էր խոստովանել նույնիսկ ինքն իրեն։ Նա նայեց Գայանեին, տեսավ անկեղծ անհանգստության արտահայտությունը, բաց ընկալունակ կեցվածքը, այդ պահին շրջապատված հիվանդանոցի սպիտակ ստերիլ պատերով, հեռու Արմանից այն ոսկե բանտից, որին վերածվել էր իրենց բնակարանը, Անահիտը կայացրեց մի որոշում, որը կփոխեր այն ամենի ընթացքը, ինչ պետք է հետեր։ Ոչ, շշնջաց նա, բառն այնքան ցածր դուրս եկավ, որ Գայանեն ստիպված եղավ էլ ավելի մոտենալ, լսելու համար։ Ես ինձ ապահով չեմ զգում։ Գայանեն աչքերը բարձրացրեց թղթապանակից, հանդիպելով Անահիտի հայացքին։ Կարող եք ավելին պատմել այդ մասին։ Եվ Անահիտը սկսեց խոսել։ Սկզբում դանդաղ, հետո ավելի արագ, բառերը հեղեղի պես դուրս էին գալիս, կարծես մի ամբարտակ պայթեր։ Խոսեց վերահսկողության, Լիլիթի հաղորդագրությունների, լսած խոսակցության, գումար չունենալու, գնալու տեղ չունենալու մասին։ Խոսեց մինչ շունչը կտրվեց, մինչ զգաց, որ դուրս է թափել այն ամենը, ինչ այդքան երկար պահել էր իր մեջ։ Գայանեն լսում էր, նշումներ անում, կոնկրետ հարցեր տալիս։ Երբ Անահիտն ավարտեց, նա թղթապանակը մի կողմ դրեց, բռնեց Անահիտի ձեռքը։ Անահիտ, այն, ինչ դուք ինձ պատմեցիք, շատ լուրջ է։ Ես ամեն ինչ կփաստագրեմ, կփոխանցեմ բժշկական թիմին։ Նա կգործարկեմ մեր պաշտպանության արձանագրությունը։ Դուք մենակ չեք։ Առաջին անգամ երկար ժամանակ անց Անահիտը մի բան զգաց, որը մոռացել էր, թե ինչպիսին է։ Հույս։ Գայանեն աչքերը բարձրացրեց թղթապանակից, հանդիպելով Անահիտի հայացքին մի լրջությամբ, որը միաժամանակ պրոֆեսիոնալ էր, խորապես մարդկային։ Կարող եք ավելին պատմել այդ մասին։ Ինչու ձեզ ապահով չեք զգում։ Եվ Անահիտը սկսեց խոսել։ Սկզբում դանդաղ, բառերը դժվարությամբ էին դուրս գալիս, կարծես դրանցից յուրաքանչյուրը տոննաներ կշռեր։ Հետո, ավելի արագ, քաջություն հավաքելով, երբ հասկացավ, որ Գայանեն իսկապես լսում է, իսկապես հոգ է տանում։ Բառերը հեղեղի պես դուրս թափվեցին, կարծես մի ամբարտակ, որը տարիներ շարունակ լցվում էր, վերջապես պայթեր։ Խոսեց նուրբ, բայց մշտական վերահսկողության, այն մասին, թե ինչպես էր Արմանը կառավարում իր կյանքի յուրաքանչյուր ասպեկտը։ Խոսեց Լիլիթի, գտած հաղորդագրությունների, խոհանոցում տեղի ունեցած խոսակցության մասին, որն ավելի շուտ քողարկված սպառնալիք էր հիշեցնում։ Խոսեց Արմանի հետ ունեցած վեճի մասին, երբ բժիշկ Գորգյանն այցելել էր նրանց, այն մասին, թե ինչպես էր նա առաջարկել, որ իրեն հոգեբույժը պետք, կարծես խնդիրն իր գլխում լիներ, ոչ թե իրենց ապրած իրականության մեջ։ Խոսեց բանկային հաշվին հասանելիություն չունենալու, սեփական գումար չունենալու, այն մասին, թե ինչպես ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, նրա անունով էր։ Խոսեց այն զգացողության մասին, որ իրեն ջնջում են, լռեցնում, կարծես իր ձայնը նշանակություն չունենար, կարծես իր կարիքները կարևոր չլինեին։ Խոսեց մինչ շունչը կտրվեց, մինչ զգաց, որ դուրս է թափել այն ամենը, ինչ այդքան երկար պահել էր իր մեջ, այն ամբողջ թույնը, որը լուր թունավորում էր իր հոգին։ Գայանեն լսում էր բացարձակ ուշադրությամբ, նշումներ անում կոնկրետ կետերի շուրջ, անհրաժեշտության դեպքում կոնկրետ հարցեր տալիս, բայց հիմնականում պարզապես տարածք էր ստեղծում, որպեսզի Անահիտը խոսի։ Երբ Անահիտը վերջապես ավարտեց, ուժասպառ հուզական ջանքերից, Գայանեն թղթապանակը մի կողմ դրեց, ամուր բռնեց Անահիտի ձեռքը։ Անահիտ, այն, ինչ դուք ինձ պատմեցիք, շատ լուրջ է։ Ավելի լուրջ, քան դուք գուցե գիտակցում եք։ Այն, ինչ դուք նկարագրեցիք, հոգեբանական բռնության հարկադրական վերահսկողության դասական նշաններ են։ Ես ամեն ինչ կփաստագրեմ, բառ առ բառ, կփոխանցեմ բժշկական թիմին։
Նա կգործարկեմ խոցելի իրավիճակում գտնվող կանանց պաշտպանության մեր արձանագրությունը։ Դուք մենակ չեք։ Այստեղ կա մի ցանց, որը ձեզ կաջակցի։ Առաջին անգամ երկար ժամանակ անց Անահիտը մի բան զգաց, որը մոռացել էր, թե ինչպիսին է։ Հույս։ Փոքր, փխրուն, բայց այնտեղ թույլ բաբախում էր կրծքում։ Բայց հույսը երկար չտեց։ 2 ժամ անց Արմանը ներս մտավ սենյակ կարմրած աչքերով, մտահոգությունից ամբողջ գիշերն անքուն անցկացրած մարդու խնամքով անփույթ տեսքով։ Նա Դավիթին գրկած էր, երեխան կամաց նվնվում էր, ակնհայտորեն մոր կարիքն ունենալով։ Անահիտ, ասաց նա, ձայնը լի մի հուզմունքով, որն անկեղծ էր թվում, բայց Անահիտն այլս չգիտեր, իրական է, թե բեմադրված։ Փառք Աստծո, որ լավ ես։ Այնքան էի անհանգստացել։ Այնքան հուսահատվել։ Նա մոտեցավ մահճակալին, Դավիթին տվեց նրան։ Անահիտը որդուն գրկեց, զգալով ծանոթ ծանրությունը, մխիթարող հոտը։ Երեխան անմիջապես հանգստացավ նրա կրծքին։ Ինչպե՞ս ես քեզ զգում, հարցրեց Արմանը, նստելով մահճակալի կողքի աթոռին, առաջ թեքվելով նվիրված ամուսնու կեցվածքով։ Ցավեր ունեմ։ Բայց թեթացած եմ, որ Սոֆին լավ է։ Ես էլ։ Երբ քեզ տեսա հյուրասենյակի հատակին, մտածեցի, որ կկորցնեմ քեզ։ Մտածեցի, որ կկորցնեմ ձեզ երկուսիդ։ Դա իմ կյանքի ամենասարսափելի պահն էր։ Անահիտը զգուշորեն դիտում էր նրան։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, ինչ-որ բան, որը չէր կարողանում վերծանել։ Իրական վախ։ Մեղքի զգացում։ Թե պարզապես մի մարդու հաշվարկված ներկայացում, որը գիտեր, որ իրեն դիտում են։ Բուժքույրերն ասացին, որ դու սոցիալական աշխատողի հետ ես խոսել, շարունակեց Արմանը, տոնը սովորական, բայց մի փոքր լարվածությամբ։ Դա նորմալ է անկման դեպքերում։ Հիվանդանոցի կանոնակարգն է։ Իսկ ինչ ես նրան պատմել։ Անահիտը տատանվեց։ Գիտեր, որ այս հարցը կհնչի։ Գիտեր, որ Արմանը պետք է ճշգրիտ իմանա, թե ինչ է ասել, որպեսզի կարողանա վերահսկել պատմությունը, որպեսզի կարողանա պաշտպանվել։ Պատմել եմ անկման մասին։ Թե ինչպես է տեղի ունեցել։ Միայն դա։ Անահիտն ուղիղ նայեց նրան։ Իսկ էլ ինչ կար պատմելու, Արման։ Նրանց հայացքները հանդիպեցին, այդ պահին Անահիտը տեսավ, թե ինչպես խնամքով կառուցված դիմակի հետում ինչ-որ բան շարժվեց։ Բարկություն։ Վախ։ Բայց Արմանն արագ վերականգնեց ինքնատիրապետումը։ Ոչինչ, իհարկե։ Պարզապես ուզում եմ համոզվել, որ դու լավ ես, որ դեղերից, տրավմայից շփոթված չես։ Երբեմն, երբ դժվար իրավիճակների միջով ենք անցնում, կարող ենք իրերն աղավաղված ընկալել։ Ահա գրկին։ Թունավոր նրբությունը։ Կասկածի սերմը ցանվում էր։ Դու շփոթված ես։ Դու սխալ ես ընկալում։ Դու չես կարող վստահել սեփական ընկալմանը։ Ես պարզ եմ մտածում, Արման։ Լիովին պարզ։ Նախքան նա կկարողանար պատասխանել, դուռը բացվեց, բժիշկ Գորգյանը ներս մտավ։ Նրա հայացքն ուղիղ գնաց դեպի Անահիտը, հետո Արմանը, վերջապես մոր գրկում գտնվող թոռանը։ Անահիտ, եկա, հենց որ իմացա։ Ինչպե՞ս ես։ Հիմա ավելի լավ, բժիշկ Գորգյան։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Արմանը վեր կացավ, ակնհայտորեն անհանգստացած հոր ներկայությունից։ Հայր, գալու կարիք չկար։ Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ես եմ որոշում, թե որտեղ պետք է լինեմ, թե ոչ, պատասխանեց Արմանը, տոնը վստահ, բայց ոչ ագրեսիվ։ Եվ ուզում եմ խոսել Անահիտի բժիշկների հետ։ Ուզում եմ ճշգրիտ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ես արդեն խոսել եմ բժիշկների հետ։ Տնային պատահար է եղել։ Նա սայթաքել ընկել է։ Ամեն ինչ փաստագրված է։ Բժիշկ Գորգյանը մոտեցավ մահճակալին, մի պահ անտեսելով որդուն։ Անահիտ, դեմ չես, եթե ես խոսեմ քո բժշկական թիմի հետ։ Որպես թոշակի անցած բժիշկ, կարող եմ օգնել ավելի լավ հասկանալ կլինիկական պատկերը։ Խնդրում եմ, արագ ասաց Անահիտը, նախքան Արմանը կկարողանար բողոքել։ Ես դա կցանկանայի։ Արմանը խաչեց ձեռքերը, ծնոտը լարված։ Դա ավելորդ է։ Դրամա ես ստեղծում այնտեղ, որտեղ չկա։ Դրամա չէ համոզվել, որ իմ հարսն ու թոռները ստանում են հնարավոր լավագույն խնամքը։
Սենյակում լարվածությունը գրեթե ֆիզիկական էր։ Դավիթը նորից սկսեց նվնվալ, զգայուն լինելով ծանր մթնոլորտի նկատմամբ։ Անահիտը նրան մեղմորեն օրորեց, կամաց երգելով, փորձելով հանգստացնել իրեն, երեխային։ Բժիշկ Գորգյանը դուրս եկավ սենյակից 20 րոպե անց վերադարձավ բժշկուհի Փափազյանի Գայանեի հետ։ Արմանը նստած մնաց, բայց նրա կեցվածքը կոշտ էր, պաշտպանողական։ Անահիտ, սկսեց բժշկուհի Փափազյանը, մենք պետք է խոսենք որոշ բաների մասին, որոնք ի հայտ եկան ձեր դեպքի վերանայման ընթացքում։ Կան որոշ անհամապատասխանություններ, որոնք կցանկանայինք պարզաբանել։ Ինչ տեսակի անհամապատասխանություններ, հարցրեց Արմանը, նախքան Անահիտը կկարողանար պատասխանել։ Բժշկուհին կարճ նայեց նրան, նախքան ուշադրությունը կրկին Անահիտին դարձնելը։ Երբ դուք այստեղ ընդունվեցիք, ցավի պատճառով հանգստացնողների տակ էիք։ Այդ ընթացքում որոշ փաստաթղթեր են ստորագրվել։ Ընթացակարգերի թույլտվություններ, համաձայնություններ։ Հիշում եք որ է բան ստորագրել։ Անահիտը կնճռոտեց ճակատը, փորձելով հիշել։ Ոչ։ Շատ շփոթված էի, շատ ցավ ունեի։ Չեմ հիշում, որ որե բան ստորագրած լինեմ։ Բժշկուհի Փափազյանը հայացք փոխանակեց Գայանեի հետ։ Մենք այստեղ ձեզ ստորագրությամբ թույլտվություններ ունենք։ Թույլտվություններ ավելի ուժեղ հանգստացնողների կիրառման ինվազիվ ընթացակարգերի համար, որոնք բարեբախտաբար անհրաժեշտ չեղան, բայց որոնք կիրականացվեին, եթե իրավիճակը վատանար։ Ես եմ ստորագրել նրա փոխարեն, արագ միջամտեց Արմանը։ Որպես ամուսին, ես իրավասու եմ բժշկական որոշումներ կայացնել արտակարգ իրավիճակում։ Ճիշտ է, հաստատեց բժշկուհին։ Բայց ստորագրությունները ձերը չեն, պարոն։ Նրանն են։ Կամ գոնե փորձում են նրանը թվալ։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Անահիտը զգաց, որ սիրտը արագանում է։ Բժիշկ Գորգյանը մոտեցավ, վերցրեց բժշկուհու ձեռքի թղթապանակը, փորձառու աչքերով զննեց ստորագրությունները։ Այս ստորագրությունները տարբերվում են Անահիտի ստորագրությունից ընդունելության փաստաթղթերի վրա, որոնք նա ինքն է ստորագրել, երբ գիտակից է եղել, հանգիստ ասաց նա։ Ակնհայտորեն տարբերվում են։ Արմանը կտրուկ վեր կացավ։ Սա անհեթեթություն է։ Դուք ակնարկում եք, որ ես ստորագրություններ եմ կեղծել։ Ես փորձում էի փրկել կնոջս, արագ որոշումներ կայացնել արտակարգ իրավիճակում, հիմա ինձ մեղադրում են։ Ոչ ոք քեզ չի մեղադրում, Արման, ասաց բժիշկ Գորգյանը։ Մենք պարզապես փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց ճշմարտությունն այն էր, որ մեղադրանք հնչում էր, լուռ, բայց հստակ։ Եվ Արմանը դա գիտեր։ Ես պետք է խոսեմ իմ փաստաբանի հետ, ասաց Արմանը, վերցնելով հեռախոսը։ Սա անընդունելի է։ Երբ Արմանը դուրս եկավ սենյակից, ակնհայտորեն կատաղած, բժիշկ Գորգյանը մոտեցավ Անահիտին։ Անահիտ, ես այստեղ կմնամ։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Եվ կապահովեմ, որ ամեն ինչ արվի ճիշտ, օրինական։ Անահիտը գլխով արեց, արցունքները սկսեցին հոսել։ Շնորհակալ եմ։ Հաջորդ օրերին Անահիտը մնաց հիվանդանոցում, հսկողության տակ։ Բժշկական թիմն ուզում էր լիովին համոզված լինել, որ հղիության հետ կապված թաքնված բարդություններ չկան։ Այդ ընթացքում պատմության մեջ նոր կերպար հայտնվեց։ Բժիշկ Կարեն Սահակյանը, երիտասարդ բժիշկ, նոր ընդունված հիվանդանոց, մասնագիտացած տրավմայի շտաբ բժշկության ոլորտում։ Նա 32 տարեկան էր, բարձրահասակ, կրում էր քառակուսի շրջանակով ակնոցներ ուներ հանգիստ, բայց դիտունակ բնավորություն։ Նա սկսեց բաներ նկատել։ Այն, թե ինչպես էր Անահիտը լարվում, երբ Արմանը ներս էր մտնում սենյակ։ Ինչպես էր նրա հայացքը խուսափում ամուսնու հայացքից։ Ինչպես էին նրա պատասխանները չափված, զգույշ, կարծես ամեն բառ 3 անգամ մտածված լիներ ասելուց առաջ։ Ինչպես երբ Արմանը ներկա չէր, նա այլ էր, ավելի հանգիստ, ավելի ինքն իրեն նման։ Բժիշկ Սահակյանն անձամբ չէր ճանաչում Անահիտին։ Նրա կամ նրա ընտանիքի հետ նախկին պատմություն չուներ։ Բայց բավականաչափ փորձ ուներ, որը ձեռք էր բերել շտապօգնությունում աշխատելու տարիների ընթացքում, որպեսզի ճանաչի օրինաչափությունները։ Վախի օրինաչափություններ, որոնք դրսևորվում էին մարմնի լեզվով։ Վերահսկողության օրինաչափություններ, որոնք բացահայտվում էին հարաբերությունների դինամիկայում։ Օրինաչափություններ, որոնք նա տեսել էր նախկինում, շատ անգամներ, այլ դեպքերում, այլ կանանց մոտ, որոնք ընդունելության բաժանմունք էին գալիս անբացատրելի անկումներով, տնային պատահարներով,
որոնց պատմությունը երբեք լիովին չէր համապատասխանում ներկայացված վնասվածքներին, տրավմաներով, որոնք ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան պատասխաններ։ Նա սկսեց մանրակրկիտ փաստագրել իր դիտարկումները։ Ոչ թե պաշտոնապես հիվանդանոցի էլեկտրոնային բժշկական քարտում, քանի որ դա կարող էր իրավական ընթացակարգային բարդություններ առաջացնել, այլ իր սեփական անձնական նշումներում, մի հաստ կազմով նոթատետրում, որը միշտ իր հետ էր կրում։ Նշում էր Արմանի այցելությունների ճշգրիտ ժամերը, որոնք սովորաբար լինում էին առավոտյան կեսերին տուն մինչ կեսօր, իսկ հետո վերադառնում էր ուշ երեկոյան։ Նշում էր Անահիտի վարքի տեսանելի չափելի փոփոխությունները այդ այցելությունների ընթացքում, անմիջապես դրանցից հետո։ Ինչպես էր նրա սրտի զարկերի հաճախականությունն աճում, երբ նա ներս էր մտնում, ինչպես չափվում էր մոնիտորով, որին նա դեռ միացված էր։ Ինչպես էին նրա պատասխանները դառնում միավանք։ Ինչպես էր նրա կեցվածքը փոխվում, դառնալով ավելի զուսպ, ավելի պաշտպանողական։ Նշում էր նա Արմանի տված հարցերը, որոնք միշտ մոլուցքով կենտրոնացած էին տեղեկատվության հոսքը վերահսկելու, ճշգրիտ իմանալու վրա, թե ում ինչ է ասվել, որ բժիշկներն են խոսել նրա հետ, ինչպիսի հարցեր են տրվել։ Արդյոք սոցիալական ծառայությունից որևէ մեկը վերադարձել է։ Յուրաքանչյուր հարց բացահայտում էր ոչ թե ամուսնու բնական անհանգստությունը, այլ մի մարդու մշտական հսկողությունը, որը թաքցնելու, պաշտպանելու բան ուներ։ Նույն կերպ նշում էր բժիշկ Գորգյանի այցելությունները, որոնք ուղեկցվում էին օդում նկատելի փոփոխությամբ, սենյակի հուզական մթնոլորտի փոխակերպմամբ։ Երբ սկեսրայրը ներկա էր, Անահիտն ավելի խորն էր շնչում, ավելի ազատ էր խոսում, երբեմն ժպտում էր։ Զգացողություն կար, որ ինչ-որ մեկն այնտեղ իսկապես նրան պաշտպանելու համար է, ոչ թե հսկելու կամ վերահսկելու։ Բժիշկ Սահակյանը զգուշորեն խոսեց Գայանեի հետ իր դիտարկումների մասին։ Նա իր հերթին կիսվեց, որ Անահիտը մանրամասն պատմել է հարկադրական վերահսկողության հուզական մանիպուլյացիայի մասին։ Միասին նրանք սկսեցին կառուցել ավելի ամբողջական պատկեր, մի պատկեր, որը շատ ավելին էր, քան պարզապես տնային պատահար։ Բժիշկ Սահակյանն այնտեղ չէր Անահիտին դրամատիկ կամ հերոսական իմաստով փրկելու համար։ Դա իր դերը չէր, ստանձնել այդպիսի պատասխանատվություն։ Բայց նա այնտեղ էր, ներկա ուշադիր, որպեսզի գրանցի այն, ինչ շատ ուրիշներ նախընտրում էին չտեսնել, որպեսզի փաստագրի այն նուրբ նշանները, որոնք հաճախ աննկատ էին մնում, մինչ որ շատ ուշ էր լինում։ Եվ նրա գրառումները, նրա զգույշ մեթոդաբար կազմակերպված դիտարկումները, շատ շուտով չափազանց կարևոր կդառնային, երբ իրավական համակարգը վերջապես գործի դրվեր։ Մինույն ժամանակ, հիվանդանոցից դուրս, գլուխկոտրուկի մեկ այլ կտոր էր շարժվում։ Լիլիթը նկատել էր, որ ինչ-որ բան փոխվել է։ Արմանը հեռու էր, լարված, անհանգիստ այնպես, ինչպես նա երբեք չէր տեսել։ Նրանց միջ հաղորդագրությունները, որոնք նախկինում հաճախակի անձնական էին, գրեթե դադարել էին։ Երբ նա հարցրեց, թե ինչ է կատարվում, նա միայն ասաց, որ Անահիտը դժբախտ պատահարի է ենթարկվել, որ իրավիճակը բարդ է։ Լիլիթը, խելացի ռազմավար կին, անմիջապես հասկացավ վտանգը։ Այն, ինչ նախկինում թվում էր պարզապես արտամուսնական կապ հզոր հետաքրքիր տղամարդու հետ, այժմ կարող էր վերածվել մի բանի, որը կարող էր բիծ թողնել իր հեղինակության, կարիերայի, խնամքով կառուցված կյանքի վրա։ Նա չէր կարող թույլ տալ, որ իր անունը կապվի սկանդալի, առավելս հնարավոր ընտանեկան բռնության դեպքի հետ։ Նա սկսեց ջնջել հետքերը։ Ջնջեց հաղորդագրությունները։ Հեռացրեց լուսանկարները հեռախոսից։ Ստեղծեց ֆիզիկական հուզական հեռավորություն։ Չեղարկեց հանդիպումները, որոնք պետք է միայն երկուսով լինեին։ Սկսեց աշխատանքային նամակներին պատասխանել չափազանց պրոֆեսիոնալ կերպով, առանց մտերմության որևէ նշույլի։ Նա պաշտպանում էր իրեն, Արմանը դա գիտեր։ Եվ մնաց մենակ, հենց այն պահին, երբ ամենաշատն էր դաշնակցի կարիք ունեցել։ Անկումից մեկ շաբաթ անց, ամենօրյա հետազոտություններից հետո, որոնք հաստատում էին, որ Անահիտը, Սոֆին կայուն են անմիջական վտանգից դուրս, Անահիտին դուրս գրեցին հիվանդանոցից։ Բայց նա տուն չգնաց, չվերադարձավ կենտրոնի բնակարան, որտեղ անցկացրել էր իր կյանքի վերջին 4 տարիները։ Գայանեի խիստ հանձնարարականով բժիշկ Գորգյանի անվերապահ աջակցությամբ հիվանդանոցի բազմամասնագիտական թիմի հետ հանդիպումից հետո որոշվեց, որ նա ժամանակավորապես կգնա սկեսրայրի տուն։ Դա պաշտպանական միջոց էր, միջոց ապահովելու, որ նա տարածք անվտանգություն ունենա ֆիզիկապես հուզականորեն վերականգնվելու համար, առանց Արմանի ներկայության մշտական ճնշման։ Այս որոշումը պայթյունավտանգ վեճ առաջացրեց հոր-որդու միջ, առաջին անգամ, երբ բժիշկ Գորգյանն իսկապես ուղղակիորեն առանց քողարկումների առերեսվեց Արմանի հետ։
Խոսակցությունը տեղի ունեցավ հիվանդանոցի միջանցքում, զուսպ, բայց լարված ձայներով, մինչ Անահիտը սպասում էր սենյակում, լսելով վեճի բեկորները կիսաբաց դռան միջով։ Նա իմ կինն է, հայր։ Իմ ընտանիքը։ Իմ երեխաների մայրը։ Նա ինձ հետ տուն է վերադառնում։ Դա է նրա տեղը, ասել էր Արմանը, ձայնը լի վրդովմունքով, կարծես ինքն անարդարության զոհ լիներ։ Նա կմնա այնտեղ, որտեղ իրեն ապահով կզգա, Արման։ Եվ այս պահին, այս ամենից հետո, բոլորի հայտ եկած անհամապատասխանություններից հետո, այն ամենից հետո, ինչ նա ինձ պատմել է, ինչ հիվանդանոցի թիմը փաստագրել է, դա քո տունը չէ, պատասխանել էր բժիշկ Գորգյանը, առաջին անգամ երկար ժամանակ անց Անահիտը տեսավ, թե ինչպես տարեց, սովորաբար այդքան զուսպ դիվանագետ մարդը հստակ անթեք սահմաններ դրեց իր չափահաս որդու համար։ Դու նրա խոսքերին ես հավատում իմ խոսքերի դիմաց։ Այն ամենից հետո, ինչ ես արել եմ կյանք ընտանիք կառուցելուց հետո, դու ինձ վերաբերվում ես այնպես, կարծես ես հանցագործ լինեմ։ Ես քեզ վերաբերվում եմ որպես մեկի, ում վարքագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Ես գործում եմ որպես հայր, որը շատ ուշ հասկացավ, որ ինչ-որ բան խորապես սխալ է։ Եվ ես պաշտպանում եմ իմ հարսին ու թոռներիս, որովհետև դա հիմա իմ պատասխանատվությունն է։ Բժիշկ Գորգյանի տունը գտնվում էր Արաբկիրի հանգիստ թաղամասում, այն ծառաշատ փողոցներից մեկում, որտեղ ժամանակը կարծես ավելի դանդաղ էր անցնում։ Դա 70-ականներին կառուցված երկհարկանի տուն էր, Երանյան ավանդական ճարտարապետությամբ, մեծ պատուհաններով, ամուր պատերով առջում փոքրիկ այգով, որտեղ աճում էին հասմիկներ մի հին մանգոյի ծառ։ Այն ուներ ամրության, հարատության զգացողություն, մի վայր, որտեղ սերունդներ էին մեծացել ապրել իրենց կյանքը։ Տունը շնչում էր պատմություն, հիշողություններ, կայունություն, այն ամենը, ինչ Անահիտը զգում էր, որ կորցրել է։ Անահիտը տեղավորվեց երկրորդ հարկի հյուրասենյակում, ընդարձակ սենյակ երկտեղանոց մահճակալով, մի օրորոցով, որը բժիշկ Գորգյանը հատուկ գնել էր Դավիթի համար, մուգ փայտից հին պահարանով այգուն նայող պատուհանով։ Կային բեժ վուշե վարագույրներ, անկյունում կերակրման բազկաթոռ մեղմ լույսով լամբ։ Այն պարզ էր, բայց հյուրընկալ։ Առաջին անգամ երկար ժամանակ անց դա մի վայր էր, որտեղ Անահիտը զգում էր, որ կարող է շնչել, առանց ամեն ներշնչումը չափելու։ Այնտեղի առաջին գիշերը Դավիթին լողացնելուց, կերակրելուց, քնեցնելուց հետո Անահիտը նստեց պատուհանի մոտ, նայելով հեռվում երացող քաղաքի լույսերին։ Բժիշկ Գորգյանը բարձրացավ մի բաժակ երիցուկի թեյով։ Ինչպե՞ս ես քեզ զգում, հարցրեց նա, առաջարկելով բաժակը։ Տարօրինակ։ Թեթացած, բայց մինույն ժամանակ վախեցած։ Կարծես սպասում եմ, որ ամեն պահի մի վատ բան տեղի կունենա։ Դա բնական է։ Դու տրավմայի միջով ես անցել։ Մարմնին մտքին ժամանակ է պետք մարսելու համար։ Բայց դու այստեղ ապահով ես, Անահիտ։ Դա ես կարող եմ երաշխավորել։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ անց Անահիտը մի ամբողջ գիշեր քնեց առանց ընդհատումների, առանց ամեն աղմուկից արթնանալու, առանց զգալու, որ պետք է մշտական զգոնության վիճակում լինի։ Քնեց խորը, ուժասպառ, բայց վերջապես մի վայրում, որտեղ վախենալու կարիք չուներ։ Բայց ճակատամարտը նոր էր սկսվում։ Եվ երկուսն էլ դա գիտեին։ Բժիշկ Գորգյանի տուն տեղափոխվելուց հետո Անահիտը սկսեց դանդաղորեն վերականգնել իր կորցրած մասնիկները։ Արթնանում էր առանց վախի։ Կերակրում էր Դավիթին առանց շտապելու։ Նախաճաշի ընթացքում Սկեսրայրի հետ խոսում էր առօրյա, սովորական թեմաներից, որոնք իրենց բնականությամբ մխիթարում էին։ Դա պարզ կյանք էր, բայց մի կյանք, որտեղ նա կարող էր շնչել։ Արմանը զանգում էր ամեն օր։ Երբեմն, օրը մի քանի անգամ։ Ուզում էր իմանալ, թե երբ է տուն վերադառնալու։ Ուզում էր այցելություններ կազմակերպել Դավիթին տեսնելու համար։ Ուզում էր խոսել, բացատրել, հաշտվել։ Բայց նրա ձայնը հեռախոսով մի որակ ուներ, որն Անահիտն այժմ հստակ կարողանում էր ճանաչել։ Դա սեր չէր։ Դա անհանգստության տակ քողարկված վերահսկողություն էր։ Բժիշկ Գորգյանն առաջարկեց այն նրբանկատությամբ, որով խոսում են խորը վերքերի մասին, որ Անահիտը իրավաբանական օգնություն փնտրի։ Նա խորհուրդ տվեց մի փաստաբանի, որը մասնագիտացած էր ընտանեկան իրավունքի ընտանեկան բռնության դեպքերի ոլորտում։ Փաստաբան Սաթենիկ Մանուկյանը 50 տարեկան էր, ջերմակ, կարճ կտրված մազերով, թափանցող աչքերով անողոքի համբավ ուներ, երբ խոսքը վերաբերում էր իր հաճախորդներին պաշտպանելուն։ Անահիտ, լսելով այն ամենը, ինչ դուք ինձ պատմեցիք, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, ասաց փաստաբան Մանուկյանը առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ բժիշկ Գորգյանի տան հյուրասենյակում։
Այն, ինչ դուք ապրել եք, համակարգված հոգեբանական բռնություն է։ Հարկադրական վերահսկողություն։ Եվ մենք իրավական հիմք ունենք պաշտպանական միջոցներ պահանջելու համար։ Բայց դա դժվար գործընթաց է լինելու։ Ձեր ամուսինը ռեսուրսներ ունի, կապեր ունի, անթերի հանրային կերպար ունի։ Գիտեմ, պատասխանեց Անահիտը, ձայնը վստահ, չնայած իր զգացած վախին։ Բայց ես չեմ կարող վերադառնալ այդ կյանքին։ Չեմ կարող իմ երեխաներին այդ միջավայրում մեծացնել։ Ուրեմն մենք կհավաքենք այն ամենը, ինչ ունենք։ Յուրաքանչյուր հաղորդագրություն, յուրաքանչյուր նամակ, յուրաքանչյուր անդորրագիր, յուրաքանչյուր փաստաթուղթ, որը ցույց է տալիս վերահսկողության օրինաչափությունը։ Մենք կկառուցենք մի գործ, որն անհնար կլինի անտեսել։ Եվ հենց դա էլ արեցին։ Անահիտը բժիշկ Գորգյանի օգնությամբ սկսեց վերականգնել փաստաթղթեր, որոնք պահել էր տարիների ընթացքում։ Բանկային քաղվածքներ, որոնք ցույց էին տալիս, որ նա հասանելիություն չուներ համատեղ հաշվին։ Էլեկտրոնային նամակներ, որտեղ Արմանը որոշումներ էր կայացնում նրա կյանքի մասին, առանց նրա հետ խորհրդակցելու։ Տեքստային հաղորդագրություններ, որոնք երբ հաջորդաբար կարդացվում էին, բացահայտում էին հուզական մանիպուլյացիայի հստակ օրինաչափություն։ Լիլիթի հետ փոխանակված հաղորդագրությունները, որոնք Անահիտը լուսանկարել էր իր հեռախոսով, նախքան Արմանը կկարողանար դրանք ամբողջությամբ ջնջել։ Գայանեն, հիվանդանոցի սոցիալական աշխատողը, տրամադրեց Անահիտի հետ ունեցած խոսակցության մանրամասն զեկույցը, ներառյալ հոգեբանական բռնության նշանների վերաբերյալ բոլոր դիտարկումները։ Բժիշկ Սահակյանը ներկայացրեց իր անձնական նշումները, որոնք այժմ վերածվել էին պաշտոնական փաստաթղթի, որը նկարագրում էր Արմանի այցելությունների ընթացքում նկատված վարքային փոփոխությունները։ Բժշկուհի Փափազյանը տրամադրեց բժշկական եզրակացությունը, որը մատնանշում էր հիվանդանոցային փաստաթղթերի ստորագրությունների անհամապատասխանությունները։ Բայց ամենակարևոր կտորը եկավ մի որոշումից, որն Անահիտը կայացրեց մի գիշեր, հիվանդանոցից դուրս գրվելուց 3 շաբաթ անց։ Նա ձայնագրություն արեց։ Երկար, մանրամասն ժամանակագրական ձայնագրություն։ Խոսեց գրեթե 1 ժամ, պատմելով իր պատմությունը սկզբից։ Ինչպես է ծանոթացել Արմանի հետ։ Ինչպես է նա սկզբում բարի ու շադիր եղել։ Ինչպես են իրերն աստիճանաբար փոխվել, այնքան նրբորեն, որ նա հազիվ է նկատել, մինչ լիովին թակարդում հայտնվելը։ Խոսեց Լիլիթի, ստերի, ֆինանսական վերահսկողության, հուզական մանիպուլյացիայի մասին։ Խոսեց անկման գիշերվա, այն մասին, թե ինչ է լսել Արմանի ասածը հեռախոսով։ Խոսեց առանց բարկության, առանց ճիչերի, միայն փաստեր։ Նրա ձայնը հանգիստ էր, չափված, բայց բացարձակապես վստահ։ Դա մի ձայն էր, որը նորից գտել էր իր ուժը։ Նա այդ ձայնագրությունն ուղարկեց բժիշկ Գորգյանին մի հաղորդագրությամբ։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, եթե ես վերադառնամ նրա մոտ այլս չկարողանամ դուրս գալ, դուք սա ունեք։ Դուք ունեք իմ ճշմարտությունը։ Բժիշկ Գորգյանը լսեց ամբողջ ձայնագրությունը, մենակ նստած իր աշխատասենյակում, երբ ավարտեց, աչքերին արցունքներ կային։ Դրանք խղճահարության արցունքներ չէին։ Դրանք հարգանքի արցունքներ էին մի կնոջ հանդեպ, որը բավականաչափ քաջություն էր գտել իր սեփական պատմությունը փաստագրելու, ապահովելու, որ իր ձայնը լսելի լինի, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա։ Բայց Անահիտին պետք չեկավ անհետանալ, որպեսզի իր ձայնը լսելի լինի։ Ճշմարտությունը, մեթոդաբար փաստագրված, սկսեց ինքն իրենով ուժ հավաքել։ Փաստաբան Մանուկյանը դիմում ներկայացրեց Դավիթի ժամանակավոր խնամակալության Արմանի դեմ պաշտպանական միջոցների համար։ Դիմումը հիմնված էր այն ամենի վրա, ինչ նրանք հավաքել էին։ Փաստաթղթեր, բժշկական զեկույցներ, վկայություններ, թվային ապացույցներ։ Դա ամուր, խնամքով կառուցված գործ էր, որն անհնար էր մերժել որպես դրամա կամ չափազանցություն։ Արմանը վարձեց լավագույն փաստաբանին, որին կարելի էր գնել փողով։ Փաստաբան Վարդանյանը, 60 տարեկան, փորձառու, խորամանկ, հայտնի անհնարին գործեր շահելով։ Նա փորձեց վարկաբեկել Անահիտին։ Պնդեց, որ նա հուզականորեն անկայուն է հղիության պատճառով։ Առաջարկեց, որ նա հորինել է արտամուսնական կապի պատմությունը անհիմն։ Խանդից։ Ներկայացրեց Արմանին որպես նվիրված հայր, հարգարժան գործարար, մի մարդ, որը պարզապես ուզում է իր ընտանիքը վերադարձնել։ Բայց գործով զբաղվող դատավոր Ավետիսյանը հեշտությամբ չէր տպավորվում հռետորաբանությունից։ Նա 48 տարեկան էր, իր կարիերայի ընթացքում տեսել էր անթիվ ընտանեկան բռնության դեպքեր, գիտեր ճանաչել օրինաչափությունները։ Կարդաց յուրաքանչյուր փաստաթուղթ։ Լսեց Անահիտի ձայնագրած ձայնագրությունը։
կանչեց վկաներին ցուցմունք տալու։ Երբ Գայանեն ցուցմունք տվեց, նա կլինիկական ճշգրտությամբ նկարագրեց հարկադրական վերահսկողության նշանները, որոնք նկատել էր։ Երբ բժիշկ Սահակյանը խոսեց, նա ներկայացրեց իր մանրամասն նշումները Անահիտի վարքային փոփոխությունների մասին։ Երբ բժշկուհի Փափազյանը կանչվեց, նա բացատրեց ստորագրությունների անհամապատասխանությունները, Արմանի փորձը բժշկական որոշումներ կայացնել առանց հիվանդի պատշաճ համաձայնության։ Եվ հետո եկավ ամենալարված պահը։ Լիլիթը կանչվեց։ Նա փորձեց պահպանել ինքնատիրապետումը, անթերի հագնված, խոսելով իր սովորական վերահսկվող ձայնով։ Բայց երբ առերեսվեց վերականգնված հաղորդագրությունների հետ, երբ հարցաքննվեց Արմանի հետ իր հարաբերությունների բնույթի մասին, երբ ուղղակիորեն հարցրին, թե արդյոք փորձել է ոչնչացնել ապացույցները, նա սկսեց հակասել ինքն իրեն։ Նրա պատմությունը չէր համընկնում։ Նրա բացատրություններն ակնհայտ թերություններ ունեին։ Եվ որքան շատ էր փորձում պաշտպանվել, այնքան ավելի էր բացահայտվում։ Դատական նիստը տեց 3 օր։ Երրորդ օրվա վերջում, երբ բոլոր ցուցմունքները լսվել էին, բոլոր ապացույցները ներկայացվել, դատավոր Ավետիսյանը դադար տվեց, նախքան իր վճիռը կայացնելը։ Ես ուշադիր ուսումնասիրել եմ այս գործի բոլոր տարրերը, սկսեց նա, վստահ ձայնը արձագանքելով դատական դահլիճում։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ այստեղ, պարզապես խնամակալության վեճ չէ։ Ես տեսնում եմ հոգեբանական հուզական վերահսկողության համակարգված օրինաչափություն։ Ես տեսնում եմ մի կնոջ, որը միտումնավոր մեկուսացվել է, ֆինանսապես կախյալ է դարձվել, հուզականորեն մանիպուլյացիայի է ենթարկվել։ Ես տեսնում եմ ամուսնական անհավատարմության ապացույցներ, որոնք հերքվել են, բայց փաստագրվել։ Եվ տեսնում եմ, ամենից վեր, մի մոր, որը պայքարում է իր երեխաներին թունավոր միջավայրից պաշտպանելու համար։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով Արմանին։ Հետաբար ես որոշում եմ, որ անչափահաս Դավիթի ժամանակավոր խնամակալությունը մնում է հայրական պապի, բժիշկ Տիգրան Գորգյանի մոտ, որը ցուցաբերել է ունակություն կամք ապահովելու անվտանգ կայուն միջավայր։ Հոր այցելությունները կլինեն հսկողության տակ, մինչ նա ավարտի թերապիայի պարտադիր ծրագիրը, ցուցաբերի հետողական վարքային փոփոխություններ։ Անահիտը կունենա անսահմանափակ հասանելիություն, իր որդուն կստանա պատշաճ ֆինանսական աջակցություն, ներառյալ անմիջական հասանելիություն, համատեղ հաշվին ամսական ալիմենտ։ Պաշտպանական միջոցները մնում են ուժի մեջ, արգելելով Արմանին մոտենալ Անահիտին առանց դատական թույլտվության։ Դահլիճում լռությունը բացարձակ էր։ Արմանը գունատվել էր, նրա փաստաբանն արդեն թերթում էր փաստաթղթերը, բողոքարկում պատրաստելու համար։ Լիլիթը նստած դահլիճի հետում, զգուշորեն վեր կացավ, դուրս եկավ, նախքան որը մեկը կկարողանար նրան մոտենալ։ Բժիշկ Գորգյանը թեթացած փակեց աչքերը։ Իսկ Անահիտը, նստած փաստաբան Մանուկյանի կողքին, զգաց, թե ինչպես լուռ արցունքները հոսում են դեմքով։ Բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք ազատագրման արցունքներ էին։ Հաջորդ ամիսները վերականգնման ամիսներ էին։ Անահիտը օգոստոսին ծննդաբերեց Սոֆիին, հանգիստ ծննդաբերություն մեկ այլ հիվանդանոցում, շրջապատված մարդկանցով, որոնք իսկապես աջակցում էին նրան։ Բժիշկ Գորգյանն այնտեղ էր, բռնած նրա ձեռքը։ Փաստաբան Մանուկյանը ծաղիկներ ուղարկեց։ Գայանեն այցելեց հաջորդ օրը։ Բժիշկ Սահակյանը, որը գործընթացի ընթացքում դարձել էր անսպասելի ընկեր, նվեր բերեց երեխայի համար։ Արմանն այցելում էր Դավիթին շաբաթը 2 անգամ, միշտ դատարանի կողմից նշանակված մասնագետի հսկողությամբ։ Այցելությունները լարված էին, պաշտոնական, զուրկ այն անկեղծությունից, որը պետք է լիներ հոր որդու միջ։ Դավիթը, դեռ շատ փոքր, իրավիճակը հասկանալու համար, անտարբերությամբ էր արձագանքում հորը, նախընտրելով պապի կամ մոր գիրկը։ Արմանը հաճախում էր դատարանի կողմից նշանակված թերապիայի անցներին, բայց դժվար էր իմանալ, արդյոք իրական փոփոխություն կար, թե պարզապես հաշվարկված ներկայացում։ Լիլիթը լքեց ընկերությունը, որը կիսում էր Արմանի հետ, բացեց իր սեփական խորհրդատվական ընկերությունը։ Տեղափոխվեց մեկ այլ քաղաք, Գյումրի, նորից սկսելով մի վայրում, որտեղ իր անունը դեռ կապված չէր սկանդալի հետ։ Նա երբեք ներողություն չխնդրեց Անահիտից, երբեք չճանաչեց իր դերը պատճառված տառապանքի մեջ։ Պարզապես անհետացավ, պաշտպանելով սեփական հեղինակությունը, ինչպես միշտ արել էր։ Անահիտը, առաջին անգամ տարիներ անց, սկսեց ծրագրեր կազմել իր սեփական ապագայի համար։ Վերականգնված բանկային հաշվի հասանելիությամբ երաշխավորված ալիմենտով նա ֆինանսական անվտանգություն ուներ։ Սկսեց աշխատանք փնտրել կրթության ոլորտում, իր իրական գիրքը, որը լքել էր Արմանի ճնշման տակ։
Գրանցվեց հոգեբանամանկավարժության մասնագիտացման դասընթացի։ Ընկերացավ այլ մայրերի հետ աջակցության խմբում, որը Գայանեն էր խորհուրդ տվել։ Բժիշկ Գորգյանը դրսևորվեց որպես նվիրված ներկա պապ այնպես, ինչպես գուցե չէր եղել սեփական որդու հետ։ Արթնանում էր գիշերվա կեսին, օգնելու Դավիթին, երբ երեխան լաց էր լինում։ Հին օրորոցայիններ էր երգում, որոնք սովորել էր սեփական մորից։ Թորանը տանում էր զբոսանքի այգի։ Եվ խոստովանեց Անահիտին մի առանձնապես անկեղծ գիշեր, որ թորներին խնամելը իրեն հայրության դասեր է տալիս, որոնք կցանկանար սովորած լինել տասնամյակներ առաջ։ Բժիշկ Սահակյանը, բժիշկը, որը ամեն ինչ դիտել էր կլինիկական, բայց կարեկից աչքերով, մնաց զուսպ, բայց մշտական ներկայություն Անահիտի կյանքում։ Նրանց միջ սիրավեպ չկար, դեռ ոչ, գուցե երբեք էլ չլինի։ Բայց կար փոխադարձ հարգանք, մի ընկերություն, կառուցված ազնվության կարեկցանքի ամուր հիմքերի վրա։ Նա երբեմն այցելում էր նրան, միշտ բժշկական պատրվակով, ստուգելով, թե արդյոք նա լավ է վերականգնվում ծննդաբերությունից, արդյոք Սոֆին պատշաճ քաշ է հավաքում։ Բայց երկուսն էլ գիտեին, որ դա ավելին էր։ Դա լուր հաստատումն էր, որ նա տեսավ, նա վկայեց, նա հավատաց, երբ քչերն էին դա անում։ Անահիտը աստիճանաբար սովորեց նորից վստահել սեփական ձայնին։ Ոչ թե բարձր, գոռացող ձայնին, այլ վստահ ձայնին, որը խոսում է պարզությամբ հեղինակությամբ։ Սովորեց ասել ոչ առանց չափազանց շատ արդարանալու։ Սովորեց արտահայտել իր կարիքները առանց վրեժխնդրության վախի։ Սովորեց, որ տարբեր կարծիք ունենալը անհարգալից վերաբերմունք չէ, այլ պարզապես մարդ լինել։ Սովորեց, որ ինքն իրեն պաշտպանելը եսասիրություն չէ, այլ պատասխանատվություն։ Մի կիրակի կեսօրին, ամեն ինչ փոխած անկումից գրեթե 1 տարի անց, Անահիտը բժիշկ Գորգյանի տան այգում էր։ Դավիթը, այժմ 1.5 տարեկան, վազում էր թիթեռի հետից, այդ տարիքի երեխաներին բնորոշ անհարմար շարժումներով։ Սոֆին քնած էր։ Մանկասայլակում, ծառի ստվերի տակ, դեմքը խաղաղ։ Բժիշկ Գորգյանը խորոված էր պատրաստում, սուլելով հին երգ։ Բժիշկ Սահակյանը հրավիրված էր ճաշի օգնում էր սեղանը գցել այգում։ Անահիտը դիտում էր այս ամենը մի զգացումով, որը ժամանակ պահանջվեց ճանաչելու համար։ Դա խաղաղություն էր։ Ոչ թե խնդիրների բացակայություն, որովհետև խնդիրներ միշտ էլ կլինեին, այլ անվտանգության, ինքնավարության, ազատության առկայություն, լինելու այն, ինչ ինքն իրականում էր, առանց դիմակների կամ ներկայացումների։ Արդարադատությունը այդ դեպքում չեկավ ոստիկանական մեքենաների ազդանշաններով կամ թերթերի վերնագրերով։ Չեղավ դրամատիկ ձերբակալություն կամ հանրային ճանաչում։ Այն եկավ ավելի լուր, բայց ոչ պակաս հզոր կերպով։ Եկավ խնամքով արխիվացված փաստաթղթերի, ցածր ձայների միջոցով, որոնք հրաժարվեցին լռեցվել, մասնագետների միջոցով, որոնք իրենց աշխատանքը կատարեցին ազնվությամբ, մի համակարգի միջոցով, որը, երբ պատշաճ կերպով ճնշվեց, ներկայացվեց անհերքելի ապացույցներով, վերջապես աշխատեց այնպես, ինչպես պետք է։ Այն եկավ ժամանակի միջոցով։ Այն ժամանակի, որն անհրաժեշտ էր, որպեսզի ճշմարտությունը դադարի լինել վիճարկելի մեղադրանք դառնա փաստագրված, արխիվացված, անհերքելի փաստ։ Այն ժամանակի, որն անհրաժեշտ էր, որպեսզի Անահիտը վերականգնի իր ուժը։ Այն ժամանակի, որն անհրաժեշտ էր, որպեսզի օրինաչափությունները բացահայտվեն բացարձակ պարզությամբ։ Եվ ամենից վեր, այն եկավ մի կնոջ որոշման միջոցով, այլս չընդունել անընդունելին։ Փաստագրել իր իրականությունը։ Օգնություն խնդրել։ Օգտագործել իր ձայնը, նույնիսկ երբ իր էության յուրաքանչյուր բջիջը պայմանավորված էր լուռ մնալու։ Անահիտը չհաղթեց, որովհետև ամենաուժեղն էր։ Հաղթեց, որովհետև համառ էր։ Որովհետև փաստագրեց։ Որովհետև իր կողքին մարդիկ ուներ, որոնք ընտրեցին հավատալ։ Եվ որովհետև ամենակարևոր պահին ընտրեց հավատալ ինքն իրեն։ Դավիթը ուրախությունից ճչաց, վերջապես բռնելով թիթեռին ձեռքերում, հետո անմիջապես բաց թողեց, դիտելով, թե ինչպես է այն թռչում հեռու։ Անահիտը ժպտաց։ Դրանում ինչ-որ բանաստեղծական բան կար։ Մի պահ պահել ինչ-որ թանկ բան, հետո բաց թողնել, հասկանալով, որ գեղեցկությունը ներկայության, ազատության մեջ է։ Նա նայեց իր երեխաներին, սկեսրայրին, որը դարձավ իսկական հայր, ընկերոջը, որը հայտնվեց ամենաանհավանական հանգամանքներում, այգուն, որտեղ վերակառուցում էր իր կյանքը, հասկացավ մի հիմնարար բան։ Նա ոչ միայն գոյատեց։ Նա վերածնվեց։ Եվ այս անգամ, երբ խոսեց, չշնջաց։ Խոսեց այն մարդու լիարժեք ձայնով, որը գիտի, որ արժանի է լսելի լինելու։
Խոսեց այն վստահությամբ, որը հասկանում է, որ իր պատմությունը կարևոր է։ Խոսեց այն քաջությամբ, որն անցել է լռության միջով մյուս կողմում հայտնվել ոչ թե որպես զոհ, այլ որպես վերապրող։ Որպես կին։ Որպես մայր։ Որպես ինքը։ Եվ նրա ձայնը վերջապես ազատ արձագանքեց ոչ թե որպես հուսահատ ճիչ, այլ որպես գոյության խաղաղ հայտարարություն։ Ես այստեղ եմ։ Ես կարող եմ։ Ես եմ որոշում։ Եվ դա, ի վերջո, ամենակարևոր հաղթանակն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման վերականգնման այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս այն ուժը, որը գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի մեջ, նույնիսկ ամենադժվար պահերին։ Անահիտը մեզ սովորեցրեց, որ մեր ձայնը միշտ արժեք ունի, որ երբեք ուշ չէ նորից սկսել, որ քաջությամբ ու պատշաճ աջակցությամբ հնարավոր է կոտրել լռեցման վերահսկողության շղթաները։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, ավելի շատ պատմություններով, որոնք փառաբանում են մարդկային տոկունությունը, ազատության ու արժանապատվության որոնումը։